Նույն օրը լրագրողների ամանորյա ընդունելություն է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրում։ Վերջապես նախագահը անմահացավ իմ շնորհիվ։ Ընթացած լրագրողները պարզում են, որ Քոչարյանը թերթ չի կարդում առավոտը չփչացնելու համար, չի դիտում Ամեկ+-ի լրատվական ծրագիրը չթունավորվելու համար։ Լրագրողները մաղթանքներ ունեն նախագահին։ Որ նա ավելի ուրախ փողկապ կրեր, մի քիչ դեղնավուն, ոսկեզոծ, որ նրան ավելի վառ կդարձներ եւ ազատվեր գոհությունից։ Ամենամեծ ցանկությունը, որպեսզի ամանորից ամանոր տրամադրությունները բարձր լինեն, բայց ոչ միայն նախագահի, այլև ժողովրդի։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է կառավարության նիստին, չնայած դրան դեռ չի կարող ամփոփել վերջինիս գործունեությունը։ Հնարավորություն տվեք, տարին ավարտվի։ Փոխարենը վարչապետը գիտի, թե որն է տարվա թերացումը։ Առաջին 5-6 ամիսը կորցրեցինք։ Հիմա նրան 50-60 միլիարդ դրամ է պետք նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերը փակելու համար։ Դա նոր տարվա լավ նվեր կլինի։ Եղածը որ փակենք, մենք արդեն մեր ձեռքով կարող ենք մնացածը ստանալ։ 2001-ին նույնպես Ռոբերտ Քոչարյանը ընդունում է լրագրողներին, այս ընդունելությանը նախագահը խոստանում է հովանավորել Ամեկ+-ին, եթե վերջինս կարիք ունենա, իսկ մյուսները մաղթանք ունեին 3 ամիս հետո եթերից զրկվող Ամեկ+-ին։ Հաջողություններ, լավ տեխնիկա, ամենաբարձր եւ թանկ տեխնիկա։ Միշտ լինեք ճշմարիտը։ 2001-ի այսօրը ֆինանսների փոխնախարարը խոստանում է, որ մյուս տարի կարձանագրվի 6%-անոց տնտեսական աճ։ Դա նման է այն երաստեսնողի, որ վրան բաց է քնում։ Ես ամեն չի հավատում եմ։ Կաշառակիրությունը իսպար կվերանա, որովհետև արդեն ժողովուրդը այնքան ընչազուր կլինի, որ կաշառք տալու նյութ չի ունենա։ Իդեպ Արտաշես Գեղամյանը կանխատեսում է նաև թե ինչ է սպասվում 2002-ին քաղաքական դաշտում։ Կբացվեն նոր կուսակցություններ, որոնք սեր կբացատրեն հանրապետության նախագահին։ Կմտնեն լուրջ մրցակցության մեջ, թե որին է հաջողվում առանց օճառի ավելի սերտ հարաբերություններ ուրեմն հաստատել հանրապետության ղեկավարության հետ։ Կփորձեմ միգուցե կողմնակի այլ հատականներով ինձ համար ճշտել մոտարապես ինչ թվի վրա կարող եմ կաղնել, որ նաև կարողանամ տակից դուրս գամ։ 2012-ի դեկտեմբերի 30-ին Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ նոր քաղաքական ուժերին տեղ տալու ժամանակն է։ Նա խորհրդարան է եկել Լուվրի թանգարանից ձեռք բերած բացիկներով, որով Հայաստանի 3 նախագահներին մաղթում է հեռանալ քաղաքական դաշտից։ Հարգելի ամենին իր անվամբ, մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ,